Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 30-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Կարճ անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի այսօր առավոտյան գրառմանը, վերջում ավելի մանրամասը կանդրադառնամ եկեղեցու հետ կապված գնահատականներին եւ այլ եւ այլ։ Ուղղակի այսօրվա առավոտվա այդ անբարեհունչ հայտարարությունը, որ արել էր, չեմ էլ ուզում դա կրկնեմ, խնդիրը մեկն է, ես ուղղակի ձեզ պարզ բացատրեմ ինչ է իրականում կատարվում։ Նիկոլ Փաշինյանը գիտեք, ինքը անդադ փորձում է հասկանա, թե ով է ուժեղ, ես ասել եմ, չէ, բանաձևը ոնց է, ցույց տվեք ուժեղին եւ ինքը գիտի նրա ոտքերի տեղը։ Անմիջապես կգնա ոտքերը կգնի, կասի ես եմ քո ամենացանկացածը։ Ժամանակին Ռուսաստանն էր, երբ որ խոսքը գնում էր նրա մասին, որ Ռուսաստանը 3 օրում Ուկրաինայում կհաղթի, Նիկոլ Փաշինյանը հասցրեց մի քանի օր հետո այդ պատերազմից հետո, երբ որ հայտնվեց Պուտինի մոտ, վստահ լինելով, որ հալավ, եթե 3 օր էլ չի մեկա Ռուսաստանը շատ արագ հաղթելու է շուռագալու Հայաստանին, գնաց ընկավ ոտերը, ասեց թե Վլադիմիր Վլադիմիրիչ ջան, Հայաստանում տես մարդ չկա, որ քեզ ծառայեն ես ոնց որ ես, ինչ նախկիններ, ինչ բան, ես ունեմ հանրային աջակցություն եւ նաեւ պատրաստ եմ անել ավելին, քան կանեն քո համար, ինչով չեմ ես քոնը։ Եվ իհարկե դա էր տարբերակը, որից հետո մի քիչ որ ձգվեց պատերազմը, այնքան էլ Վլադիմիր Վլադիմիրիչի սրտով չգնաց այդ ամեն ինչը, որի պարագայում Նիկոլ Փաշինյանը փորձեց մի քիչ հետ քաշվի, անդադ Ռուսաստանից ասում էին, բախտը չփորձես, այն ինչ որ եկես տեղացել ես հրապարակային գնա ասա։ Բայց դա ժամանակին քննարկել ենք, դա չի հարցը, բայց հիմա նոր իրավիճակում ինչա կատարում։ Խիստ անորոշ է աշխարհում իրադարձությունները։ Ամեն օր դա քննարկում ենք, այսօր էլ ենք դրա մասին խոսելու։ Ինչ կլինի Իրան-Ամերիկա։ Այսօր ուզում են պայմանավորվեն, վաղը կարող է չպայմանավորվեն։ Դրանից կախված բավական բան կփոխվի։ Ինչ կլինի Ռուսաստան-ուկրաինական պատերազմ, նույնիսկ եթե Ռուսաստան-ուկրաինական պատերազմը ցանկացած ընթացք, որը որ ունենա, ցանկացած անորոշությունները բավական մեծ է, որ մտածենք, որ կախվածությունը Ռուսաստանից է։ Այս անորոշության պայմաններում երկու պետություն կան մեզ հետաքրքրող, որոնք ցանկացած իրավիճակի փոփոխության պարագայում շահեկան են դուրս գալու։ Դա Թուրքիան է եւ Ադրբեջանը։ Այնպես չի, որ իրանք գիտեն ով է հաղթելու։ Պարզապես իրանք բոլորի հետ աշխատում են, որ ով էլ հաղթի, ասի իսկ ինչով ձեռնտու չի ինձ Թուրքիան ու Ադրբեջանը որպես գործընկեր։ Այնպես չի, որ դա բարդ բան է չենք հասկանում։ Այդ անորոշությունը բացատրում ենք, ասում ենք եւ նաեւ ասում ենք, տեսեք, Թուրքիան ոնց է հետևողականորեն աշխատում Ամերիկայի հետ, Եվրոպայի հետ, Ռուսաստանի հետ, թուրքական պետությունների հետ, ոնց է Ադրբեջանը խաղեր տալը Ռուսաստանի հետ, ոնց է ուզում Իսրայելով Ամերիկայի հետ, ոնց է Իրանին մեկ փորձում ասի, որ կխփենք, կօգնենք, մեկ էլ ասում է Իրանի հետ մենք եղբայրներ ենք։ Այս ամեն ինչը մենք ամեն օր քննարկում ենք, այսինքն իրանք գիտեն մի բան, այս ամեն ինչի պարագայում իրանք համենայն դեպս շահած են դուրս գալու։ Այդ դեպքում հարց է ծագում, իսկ ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ այդ մասին գիտի։ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա անգնի Էրդողանի ոտերն ու Ալիևի ոտերը։ Մի զարմանալու բան չի, ժողովուրդ ջան։ Այսինքն պետք է ասի ինչ եք ուզում դուք Հայաստանից, որ չեք կարող ստանաք ինձանից։ Ցանկացած ով որ գա իշխանության, եթե Նիկոլ Փաշինյանին պիտի տապալի, առաջինը պիտի Նիկոլ Փաշինյանի զիջումները հետ ողորմի անի, չէ։ Պետք է գնայինք դա բացատրի, չէ։ Հայաստանում չես գտնի մի ուժ, որը կհաղթի կգա իշխանության, եւ ինքը չի փորձի այն ինչ որ ես ձեզ զիջել եմ, փորձի հետ բերի։ Բայց դուք ինչ եք ուզում, դա եք ուզում։ Եթե դա չեք ուզում, օգնեք, ես վերընտրվեմ։ Երաշխիքը հիմա ինքը աջակցությունը, երաշխիքը ինքը ակնկալում է Թուրքիայից ու Ադրբեջանից, ոչ թե Ռուսաստանից։ Ռուսաստանն է այսօր Նիկոլ Փաշինյանը ինչքան որ հավատարմության երթում տվել է, կհավատա դրան, թե չի հավատա, համարում է, որ այդքանը բավարար է, որտեղ այն ուժերը, որոնք որ Հայաստանում ռուսամեռ են, այնպես չեն, որ նրանք հանրային վստահություն ունեն։ Փաշինյանն էլ է կորցրել այդ վստահությունը, բայց հերիքում է, որ ինքը կարողանա իշխանությունը պահի։ Բայց այսօր օրակարգայինը Թուրքիայի եւ Ադրբեջանի ոտքերն ընկնելն է։ Բայց այս պարագայում ինքը խնդիր է, չէ՞։ Թուրքիան եւ Ադրբեջանի պարագայում պատկերացնեք մեր ժողովրդի էմոցիան այդ ամեն ինչի նկատմամբ։ Դա անգամ Ռուսաստան չի։ Շատ-շատերը Ռուսաստանի նկատմամբ բնական վերաբերմունք ունեն դրական։ Ինչքան էլ բացատրում ենք, թե ինչի համար ունեք, միևնույնն է ունեն։
Հա, բայց Թուրքիայի Ադրբեջանի հետ կապված դա խնդիր է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է առաջիկա ընտրությունների հետ կապված վերարտադրվելու ամեն ինչ փորձի։ Էլ ոդկասթեր ասարկում ուզում ինքը ներկայանա մարզային այցելություններ, անհնարին ու հնարավոր ամեն ինչ փորձում է, բայց չի ստացվում, չի կարողանում։ Իրան նոր թիմ է պետք, իր թիմից էլ է դժգոհ։ Այնպես չէ որ բոլորից է դժգոհ, բայց իր թիմից էլ է դժգոհ։ Հիմա ինքը զորահավաք է հայտարարում։ Ժողովուրդ ջան, դա է հարցը։ Ինքը հիմա այնպիսի հայտարարություններ անում անբարեհունչ, որ այդ ոչ միայն այդ աթոռին նստած, ցանկացած իրան հարգող մարդ տենց հրապարակային բաներ չի ասի։ Ոչ թե վարչապետ, ինչ վարչապետի մասին է խոսքը, բայց ասում այն չի համար, որ տեսնի ովքեր են իրան աջակցում։ Հիմա ինքը հավաքագրում է անում։ Այսինքն, եթե դուք պատրաստ եք նույնիսկ դա աջակցեք, ուրեմն կամաց ձեզանից նոր թիմ ստեղծեմ, որտեվ պայքարը շատ դաժան է լինելու։ Այնպես չի, որ դժվար է մենք էլ հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում։ Հասկանում ենք, բայց ու ամեն ինչ, եթե հասկանում ես, դա չես օգտվում։ Հա գիտենք, թմրանյութ վաճառելով եկամտաբեր է, իմ կարգի մարդը դա կանի։ Նույնն էլ դա է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարար ու ինքը ինչ է ընտրել։ Եկեղեցու սպասավորների նկատմամբ վերաբերմունքը բացասական է ու շատ հարցերում օբյեկտիվ։ Ինքը մտածում է, թիրախը լավ է ընտրված, որ եկեղեցուն խփեմ, մարդիկ կարող են արդարացնել, թե ինչի են վարչապետին պաշտպանում, բայց իրականում ինքը նրանցից չի ակնկալում իրան պաշտպանել այս հարցում։ Ինքը ակնկալում է, եթե դուք այդ աշճանի դրան կգնաք, որ այո, մենք սատարում ենք վարչապետին, այնքան է ստեղը հասցրել, որ ինքը տեսեք ոնց է արտահայտվում, ճիշտ է անում, մի բան էլ քիչ է անում, ինքը հավաքագրում է այդ մարդկանց, ասում է հաշվառեք, այդ մարդկանց հետ կնստենք, կաշխատենք, սրանք պատրաստ կլինեն նաև հայրենիքի Հայաստանի շահերը Թուրքիայի եւ Ադրբեջանին մատաղանել։ Հիմա սա է իրավիճակը, այնպես որ պետք չի դրա վրա զարմանալ, պայքարը շատ դաժան է լինելու, երբ որ դրա համար խոսում ենք ընտրությունների հետ կապված, ասում ենք ժողովուրդ ջան, այսքան որ տանջվում, չարչարվում եմ նաև ես իմ հերթին եւ ոչ միայն ես, ինչի համար, որ կարող է ձեզ թվա, թե իսկապես ձեր ուզածն եք ընտրել, վերջապես ձեր ուզածը ընտրեցիք, հետո շուրգակ տենակ ձեր ուզածը սա է։ Բան չի ենք ասում, շատ ավելի կարևոր է հասարակությունը, որ գաղափարական լինի, արժեհամակարգային լինի, գրագետ լինի, սկզբունքային լինի, իմանա, որ իր ընտրությունից կախված է իր երկրի ներկան ու ապագան, իր սերունդների ներկան ու ապագան։ Վերջապես դու այն ինչ որ ընտրեցիր քո երեխաների, քո ժառանգների համար ես ընտրում։ Իսկ այսօրվա ընտրվածը կարող է անդառնալի վնաս հասցնի Հայաստանին եւ կարա նաեւ անդառնալի այնպիսի դրական քայլեր անի, որ ով էլ գա իշխանություն այդ բնակ գծից հետ չգա, որ ես շատ ավելի դա եմ կարևորում, քան ընտրությանը կոնկրետ մարդկանց մասնակցությունը դրա համար, որովհետև հասարակությունը պետք է պահանջատերելի, թե ինչպիսի իշխանություն է ուզում, ինչպիսի արժեհամակարգ է ուզում, ոչ թե անց, այլ գաղափար, ծրագիր, արժեհամակարգ։ Հիմա տեսնում եք ինչ մթնոլորտում է կռիվը գնում, ինչ դաժանությամբ է կռիվը գնում, ում շահերը սպասարկեն, որ գանք իշխանության։ Հայաստանի շահերը ընդհանրապես այդ թեմայի մեջ չկա։ Մեկը Ռուսաստանի շահերը սպասարկելով, մեկը թուրք-ադրբեջանական շահեր, որովհետև հիմա կոնկրետ նրանք կարող են այդ երաշխիքը տալ, լավ հասկանալով, որ ցանկացած եկողը չի այս ծրագիրը չի շարունակելու։ Ինքը դրա համար նրանց ասում է ժողովուրդ ջան, չեք հասկանում ինչքան կարևոր է որ ես ընտրվեմ։ Թողեք, մի խանգարեք, թողեք ընտրվեմ, որպեսզի կարողանամ ձեր ուզածն անեմ։ Թե չգիտեք որևէ մեկը դա կանի, այսինքն ինքը հենց հատուկ այնպես այդ պրովոկացիաներն անում է, բայց որպեսի Թուրքիան ու Ադրբեջանն իրան վստահեն, պետք է հարձակում գործի եկեղեցու վրա, պետք է հարձակում գործի ցեղասպանության հետ կապված, պետք է մեր պատմության վրա։ Բոլորը ասենք սենց հերթով տալիս են, ասում են դե սա էլ արա։ Ինքը ոնց է հիմա զորահավաքանում, թիմ հավաքում։ Այսինքն ասում է լա բերեք մի հատ էլ նենց բան ասեմ, որ սա ուղղակի պաշտպանել հնարավոր չի։ Մեկը սկսում են ոգևորված պաշտպանել, ասում են լավ է, ուրեմն հասկացանք, դեռ էլի կարանք իջացնենք նշաձողը, ընդհանուր միջև հայրենիքը Թուրքին ու Ադրբեջանցուն ծախելը։ Ուրեմն կան մարդիկ դեռ մինչև վերջ պատրաստ են կողքը կանգնել։ Նույն ձևեր Թուրքիան ու Ադրբեջանն Նիկոլ Փաշինյանը առաջ դնում։ Ասում է հայ այդ ասպես, բայց մենք քեզ չենք վստահում։ Մի հատ էլի կոտրվի, մի քիչ էլ կոտրվի, մի քիչ էլ կռացի, անդառնալիության չափով կռացի, որպեսզի մենք իմանանք, որ քեզ պահելը մեզ ձեռնտու է։
Սա է կատարում, չզարմանաք։ Էմոցիոնալ մասը թողում են, որ մարդիկ իրանց համար քննարկեն, քաղաքական ծրագիրը Նիկոլ Փաշինյանը գնում է ընտրության, մանդատը ստանալու է Էրդողանից ու Ալիևից։ Այսա Հիմա մարդիկ էլ պետք է լինեն, որ իրան պետք է օգնեն, բայց որպեսի չերևա, որ իրանք դրան են օգնում, իրանք ուղղակի պայքարում են այս վատ եկեղեցականների դեմ։ Վատ եկեղեցականների դեմ, եթե պետք է լի պայքարել ենք, ասել ենք, բացատրել ենք, շատ էլ հիմնավոր ներկայացել ենք։ Ժամանակը կների, վերջին այդ մասին ես կկարդամ մի հատ նյութեր կհիշեցնեմ ձեզ։ Բայց դա լրիվ ուրիշ հարց է։ Ստեղ խնդիրը լրիվ ուրիշ է։ Ինչ օրակարգով ես գնում ընտրության։ Իմացեք, ցանկացած քայլ քնից արթնացավ Փաշինյանը, իր ուղեղի այս մասը Թուրքիան է, այս մասը Ադրբեջանը։ Ոնց ենք ծառայելու այդ երկուսին, որ նրանց աջակցությամբ վերարտադրվենք։ Էս է ժողովուրդ, ուրիշ բան չկա, որովհետև ասես, որ ինքը երաշխիք կա սպասում Տրամպից, դե բթամ Տրամպը շատ գիտի մեր տարածաշրջանը ինչ անելու, թե չէ։ Կամ Պուտինը շատ գիտի այս ամեն ինչի տակից ոնց է դուրս գալու։ Վրաստանը հիմա խաղերի մեջ է, չգիտի որ կոմա գնում, կամ Վրաստանը այդ ինչ քաշ ունի, որ մեզ երաշխիք տա։ Իրանը այսօր չգիտի հարվածի տակ կընկնի, թե հարված կհասցնի։ Ով է այսօր բարենպաստ վիճակում։ Նիկոլ Փաշինյանի համար երկու աջակիցները։ Այնպես որ այդ ամեն ինչը էմոցիոնալը թողնում եմ մյուսները կքննարկեն, ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ հիմա աջակցելով Նիկոլ Փաշինյանին դուք աջակցում եք, որ Հայաստանը սպասարկի Ալիևի եւ Էրդողանի շահերը, իսկ թե ինչ անանած շահերը բարդ չի հասկանալու համար։ Սա է, ուրիշ բան չկա։ Պարս առաջիկա ընթացքում դուք կտեսնեք ինչքան ընտրությանը մոտենանք, ինչքան է Փաշինյանի քաղաքականությունը մոտենալու Ալիևին ու Էրդողանին։ Մի զարմանալու բան չի։ Ժամանակ կգա կտեսնենք, հո մի բարդ բան չի։ Իրարելի տեսնելու ենք, չէ՞։ Հիմա նայենք աշխարհում ինչա կատարվում, որովհետև նոր աշխարհակարգի հետ կապված սրանք նույնպես շատ կարևոր են, լավ մենք հիմա մեր ներսում ենք ասում ինչա կատարվում, բա դրսի հետ կապված ինչ ազդեցություն ալնում մեր վրա ու աշխարհի վրա։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելեգը հայտարարել է. Դոնալդ Տրամպը հիասթափություն է հայտնել Մոսկվայի գործողություններից Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների նախապատրաստման գործընթացում։ Ռուսաստանը մինչ օրս ուկրաինական կողմին չի փոխանցել հրադադարի մասին խոստացված հուշագիրը, ինչը վտանգում է հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված հանդիպման անցկացումը։ Ամերիկյան կողմը տվյալներով Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է գրավոր ներկայացնել սեփական առաջարկները, սակայն ոչ Ուկրաինան, ոչ ԱՄՆ-ն մինչ օրս դրանք չեն ստացել։ Կարծում եմ, որ Թրամփի հիասթափությունն այն է, որ նա մի շարք ողջամիտ առաջարկներ է ներկայացրել եւ փորձել է կառուցողական քննարկում սկսել, բայց դրա փոխարեն նա տեսավ հիմարության մակարդակը, որն մոտ էլ շատ շփոթ առաջացրել, հայտարարել է Քելեգը։ Այսինքն իրանք տեսան Պուտինի հիմարության մակարդակը, թե ինչա Պուտինը անում։ Իհարկե չմոռանանք, որ երեկ Դոնալդ Տրամփն ասում էր, որ Պուտինը ցանկանում է հիմարացնել Ամերիկային, ես դրա համար հստակեցրեցի։ Ցանկացած բան, որ կատարում է, Տրամփն ասում է ես արեցի։ Ես արեցի, այդ բոլորը ես եմ արել, ինչ Ամերիկա։ Ամեն ինքն է արել, ինչի, հա, բայց հենց հիմարացնում են Ամերիկային են հիմարացնում, չէ ժողովուրդ ջան, մի հատ կողմնորոշվի, կամ ամեն ինչ Ամերիկան է անում լավն էլ վատն էլ, կամ էդ էլ քո վրա վերցրու էլի, մի ասի որ Ամերիկային են հիմարացնում, Ամերիկան պատվիրակել է, որ դու բանակցես, Ամերիկային ոնց են հիմարացնում։ Իսկ հիմա Ռուսաստանից արդեն արձագանքել են այս ասացին, թե այդ ինչի չեն ներկայացել։ Ռուսաստան արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. հաստատում ենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը հունիսի 2-ին կլինի Ստամբուլում, հիշյալ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման համար։ Նա կժամանե հուշագրի նախագծով եւ հրադադարի վերաբերյալ այլ առաջարկներով, նշել է Զախարովան։ Այսինքն հուշագիրը ոչ թե նախապես են ուղարկում ծանոթանալու, այլ հուշագիրը հետները բերում են։ Ուկրաինացիները պետք է այդ պահին կարդան ու կողմնորոշվեն, թե ի վերջո հնդածս ինչ են պատասխանում։ Բայց եթե առաջի դեմքի մակարդակով բանակցություն չի գնում, Մեդինսկու մակարդակով է գնում, բնական է այն կողմից էլ մասնակցեց, ենթադրենք պայմանականորեն, ասենք աշխատակազմի ղեկավար կամ ասենք մասնակցեց նախարար։ Այդ դեպքում նա ինչ որոշում կայացնող է։ Այսինքն դա նշանակում է դուք հաստատ գիտեք, որ չեք եկել որոշում կայացնելու, բայց դա էլ հիմա կկարդամ, իսկ եթե որոշում չի կայացվում, բա ինչա կատարվում։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Քելլին ասել է. եթե Ռուսաստանը սխալ որոշում կայացնի շարունակել այս աղետալի պատերազմը, Միացյալ Նահանգները ստիպված կլինի դիտարկել այդ հակամարտության դադարեցման շուրջ բանակցություններից հրաժարվելու հնարավորությունը, ասել է Քելլին։ ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ այս սցենարի դեպքում Վաշինգտոնը երես չի թեքում իր սկզբունքներից կամ բարեկամներից, այլ արձանագրում է, որ Ռուսաստանը հրաժարվում է համատեղ աշխատել հանուն արդյունքի։ Ուրեմն շատերի մոտ թյուր կարծիք է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ասի բանակցություններից դուրս են գալը, վերջ, ձեռքերը լվանում մի կողմ գնում։ Չէ, Ամերիկան կարող է բանակցություններից դուրս գա, բայց լավ էլ Ուկրաինային շարունակի զենք վաճառել, Ուկրաինան էլ պատերազմը շարունակի։ Ռուսաստանին ասի չհամաձայնվեցիր, պատերազմը շարունակվում է։ Ինքը լավ գիտի, եթե Ուկրաինային մի քիչ ագրեսիվ աջակցություն ցուցաբերի, Ուկրաինան հաստատ շատ լուրջ որակական հաջողություններ կունենա։ Ու եթե Ուկրաինան այսքան էլ դիմանում է, այդքան Ուկրաինայի նկատմամբ sense դաժան ձևով sense գրամ զենք տալով, մի օր տալով, մի օր չտալով, եւ այլ, եթե այդ պարագայը մինչեւ վերջ դիմանում է, ուրեմն Ուկրաինան ինչքան կդիմանա եւ ինչ հակահարձակման կանցնի, եթե նորմալ ձևով զենք ստանա։ Այսինքն ասել, որ բանակցությունից դուրս են գալի, նշանակում է կանաչ լույս ենք տալի պատերազմի համար, այնպես որ եթե բանակցությունից դուրս է գալիս Ուկրաինայի մեղքով, Ուկրաինային կասի, ես քեզ զենք չեմ տալի, դու ինձ չլսեցիր։ Բանակցությունից դուրս են գալի Ռուսաստանի մեղքով, նշանակում է Ուկրաինային մի բան էլ ավել զենք ենք տալիս եւ պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ Այնպես որ դա շարունակություն է ունենալու։ Դա համար Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Կիև ժամանելուց առաջ հայտարարել է. Ռուսաստանը կարող է անբարենպաստ վիճակում հայտնվել ԱՄՆ-ի եւ միջազգային հասարակական կարծիքի աչքում, եթե ճկունություն չցուցաբերի Ուկրաինայի շուրջ խաղաղության գործընթացում։ Ըստ Ֆիդանի ուկրաինական եւ եվրոպական կողմերը ճկունություն ցուցաբերեցին ամերիկյան դիրքորոշմանը հարմարվելու հարցում եւ հանկարծակի ընդունեցին այն։ Այժմ երբ Ռուսաստանը չկարողանա նույնպիսի ճկունություն ցուցաբերել, նա ավելի անբարենպաստ վիճակում կհայտնվի։ Ռուսաստանի կողմից ամերիկյան միջնորդության ընդունումը կարևոր հարց է, հայտարարել է Ֆիդանը։ Այս սա արդեն Կիև այցելուց առաջ է ասել, բայց Կիևում արդեն հանդիպումը կայացել է նաև Վոլոդիմիր Զելենսկու հետ, Ուկրաինայի նախագահի։ Այսինքն հիմա Թուրքիան ակնհայտորեն Ռուսաստանին հասկացնում է, որ Ուկրաինան քեզ փաստի առաջ կանգնացրեց, նույնիսկ եթե իր համար բարենպաստ չէր, իր առաջարկությունները խաղաղության ներկայացրեց։ Ռուսաստան, եթե դու հանկարծ մի փոքր ձգձգես, անբարենպաստ վիճակում ես հայտնվելու։ Հական Ֆիդանը նաև ինչ է ասել, ակնկալում է, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների փուլերից հետո հնարավոր կլինի հանդիպում անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև։ Ֆիդանը նաև հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնել կհաջողվի այս տարվա ընթացքում։ Իհարկե, այն, որ կարող է քառակում չէ, Էրդողանին հանենք, եռակում հանդիպումը կարող է լինել, այդ դրա առաջարկը արել է նաև Դոնալդ Տրամփը, դրա առաջարկը արել է նաև Վոլոդիմիր Զելենսկին, որ ցանկալի է նաև երեքով հանդիպել։ Բայց արդեն Ռուսաստանից կարծիք հնչեց, որ չի քննարկվի եռակում հանդիպումը Տրամփ-Պուտին-Զելենսկի, եթե որևէ պայմանավորվածություն ձեռք չբերվի Ստամբուլում։ Բայց Ստամբուլում պայմանավորվածություն ոնց է ձեռք բերում, երբ որ նոր է ստանում առաջարկներդ եւ ընդհանրապես դա պետք է քննարկվի, որպեսզի մի հատ տեսնեն ինչ են անում։ Բացի դրանից, այդ ինչ չափի պայմանավորվածություն պետք է ձեռք բերես, որպեսզի եռակում հանդիպումը արդեն օրակարգային դառնա։ Չմոռանանք, որ մի անգամ այդ մասին խոսել ենք, երբ որ Դոնալդ Տրամփը ոգևորված ասեց, ես էլ կգնամ Ստամբուլ կհանդիպեմ, բայց Պուտինը չեկավ, ինքն էլ անհարմար դրության մեջ ընկավ, սկսեց արդարացնել, թե Պուտինը ինչի չի եկել։ Մեկ անգամ եւս ես հիշեցրեցի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն էլ նախագահի մակարդակով նախնական բանակցությունների չի մասնակցում։ Նա մասնակցում է այն ժամանակ, երբ որ գիտի իր ներկայությամբ թուղթ պետք է ստորագրեն։ Ոնց կարա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը գնա նստի բանակցություն վարի, վերջում էլ միջնորդ հանդիսանա, վերջում ասեն իրար չհասկացանք։ Մի հատ էլ կարող է իրար վրա ջուր շփեն կամ էլ կարող է իրար ծեծեն։
ինքն է նստի նայի չիմանա իմի բաժանի թե ինչ անի չի լինում այդպիսի բան ես զարմանում եմ որ հիմա նոր մոդա են ցանկանում գցել էլի Դոնալդ Տրամպը գնա հանդիպի իրար հետ քննարկեն եւ ոչ մի բան չպայմանավորվեն անգամ Ռուսաստանը ասում է որ եթե պայմանավորվածություն չկա չենք հանդիպի Ռուսաստանն ասում է մի բան որ պիտի Ամերիկան ասեր միշտ Ամերիկան ասե ժողովուրդ եթե դուք ստորագրելու եք եկեք ես ձեզ կանչեմ որպես միջնորդ եկեք ես տեր կանգնեմ ստորագրեք դա այդպես եղել է եւ Ամերիկայում եթե Ամերիկայում էլ նորից լիներ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները որ գնում էր Քիվեստյան եթե այնտեղ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվեր Ամերիկայի նախագահը կհանդիպեր այսինքն արդեն տեր կկանգներ դրան եթե չկա պայմանավորվածություն չկա հանդիպում դուք ով եք որ ես ձեր հետ հանդիպեմ այնպես որ ես զարմանում եմ որ այսքան փորձում են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի միջնորդական առաքելությունը սես նշաձողը իջացնեն մեկ անգամ եւս հիշեցնեմ որ 78 թվականի Քեյփ Դեվիդյան երկու համաձայնագիրը ստորագրելու համար ԱՄՆ նախագահն էր այդ ժամանակ Ջիմի Կարտերը եւ այդ պարագայում ասիկն ինքը հաստատ գիտեր դիգան ստորագրեն դրա համար ինքը միջնորդ հանդիսացավ Բիլ Քլինտոնն է միջնորդը հանդիսացել սա եղել էր Եգիպտոսի եւ Իսրայելի նայել եղել էր Հորդանանի եւ Իսրայելի միջեւ այսպես է Ամերիկայի միջնորդությունը զարմանում են որ դեռ այդ հարցը մինչեւ այսօր քննարկվում է դա իրատեսական չի այս պարագայում Իսկ հիմա նայենք այդ մաքսային պատերազմի հետ կապված ինչ խնդիրներ կարող է լինեն հիմա նաև դուք տեսաք այս անորոշությունը որ ասում եմ Ռուսաստանի հետ կապված դա համար Նիկոլ Փաշինյանը համարում է որ Ռուսաստանը ինչ պայմանավորվել է դա բավարար է դրա համար աշուրեկել ենք որովհետև այդ անորոշությունը տեսնում եք ինչ պետք է ակնկալես Ռուսաստանից կամ լավ կամ վատ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթոկ Բեսենտն ասել է որ ԱՄՆ Չինաստան առևտրային մաքսատուրքերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել Կարծում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մենք ավելի շատ բանակցություններ կունենանք նրանց հետ, եւ ես կարծում եմ, որ ինչ որ պահի կարող է հեռախոսազրույց լինել ԱՄՆ նախագահի եւ Չինաստանի նախագահ Սիի միջեւ, ասել է նախարար Բեսենտը։ Իդեպ հարցը ստեղ նա է, որ այդ բանակցությունների հետ կապված իրանք երբ որ համարում են որ փակուղի է մտել, բայց ի սկզբանե ահաբեկելով Չինաստանին մաքսատուրքերը բարձրացրեցին, նա էլ բարձրացրեց։ Իրանք բարձրացրեցին, նա էլ բարձրացրեց։ Կարծում էին որ պիտի Չինաստանը կոտրվի, Չինաստանն էլ չկոտրվեց։ Հիմա ինչից մտակ փակուղի։ Աշխարհի երկրորդ տնտեսությունն է Չինաստանին, իմաստը որն էր։ Այդքան միլիարդավոր դոլարների ապրանքը որ Չինաստանից չեք ստանում, այսօր իրար գլուխ ջարդերով արտադրում են։ Կամ եթե հանկարծ սկսեն արտադրել ծավալները մեծացնեն, որևէ մեկը ռիսկ կանի միլիարդավոր ներդրումներ անի, երբ որ հաջորդ օրը կարող է բանակցությունների արդյունքում Չինաստանի հետ մաքսատուրքերը վերանայվի։ Այսինքն, եթե մի օրվա մեջ մաքսատուրքը մտնում է, հաջորդ օրը հանվում։ 5 օր հետոյվա համար որոշում, 10 օր հետո հանվում։ 90 օրով հետաձգվում։ Այս կարգի ժամանակ տնտեսվարողը ռիսկ կանի ֆանտաստիկ փողեր դնի, աշխատատեղեր ստեղծի, արտադրամասեր բանը, եւ հետո ով ասե որ այն ապրանքները, որով որ Չինաստանը արտահանում է Ամերիկա, այդ բոլոր ապրանքները Ամերիկայում հնարավոր է արտադրել։ Լայդ էլ դնենք մի կողմ, նույնիսկ եթե հնարավոր է լինի։ Բարձրավոր գնային տարբերությունը էականորեն է, որտեվ չինական ապրանքը չի կարա էժան չլինի, քան ամերիկյանը, դա էլ ակնհայտ է։ Դրա համար ԱՄՆ նախագահը դրելի մտածում է, որ ինչ-որ ձևով անուղղակի ճնշումներ գործադրի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը նախատեսում է զգալիորեն ավելացնել Թայվանին զենքի վաճառքը, գերազանցելով իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում հաստատված 18.3 միլիարդ դոլարի սահմանը։ Այդ ծավալն արդեն իսկ ավելի քան կրկնակի գերազանցում է նախագահ Ջո Բայդենի օրոք իրականացված վաճառքները։ Առաջիկա 4 տարիների ընթացքում ԱՄՆ հեշտությամբ կգերազանցի այդ ցուցանիշը, նպաստելով Թայվանի պաշտպանունակությանը Չինաստանի աճող ռազմական ճնշման պայմաններում։ Թայվանի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է պաշտպանական ծախսերը հասցնել հնայի 3%-ին, սակայն երկրի ընդդիմության կողմից ներկայացված բյուջեի կրճատման նախաձեռնությունը կարող է խոչընդոտել այդ նպատակին։ ԱՄՆ պաշտոնյաները կոչ են արել Թայվանի ընդդիմադիր ուժերին չխոչընդոտել երկրի պաշտպանունակության բարձրացմանը, այն որակելով որպես ազգային գոյատևման հարց։ Իդեպ հարցը նա է, որ Միացյալ Նահանգները միշտ երաշխավորել է Թայվանի
անկախությունը, Թայվանը ինքը ինքնուրույն ապրում է, բավական լուրջ բարձր կենսամակարդակ ունի, տեխնոլոգիական առումով շատ գերազանցում է անգամ Չինաստանին, այդ չի խնդիրը։ Խնդիրը նա է, որ Միացյալ Նահանգները միշտ է երաշխավորել է Թայվանի ինքնիշխանությունը, բայց ոչ մեկը վստահ չի, որ եթե Չինաստանի հետ Միացյալ Նահանգները պայմանավորվածություն ձեռք բերի եւ նորմալ գործընկերություն ազդեցության գոտիների բաժանեն աշխարհը, Թայվանը սկուտեղի վրա չի տա Չինաստանին։ Այսինքն այն, որ Թայվանը ինքը մտածում է, որ ինքը իր անվտանգության մասին մտածի, Ամերիկան ձեռը քաշեց, Թայվանը ուղղակի չի կարող իր անվտանգության մասին մտածել։ Իսկ քանի որ Չինաստանը գիտի, որ քաղաքական բանակցության արդյունքում նոր ազդեցության պարագայում կարող է այդ հարցը լուծի, իմաստը չի տեսնում պատերազմով լուծելու, ինչ իմաստ ունի, եթե կարող է պայմանավորվածության գա։ Եթե Ամերիկան ամուր կանգնի Թայվանի թիկունքին, ինքը չի պատերազմելու, Ամերիկայի դեմ չի պատերազմելու, եթե Ամերիկան հետ քաշվի եւ զոհաբերի Թայվանը, ինքը էլ է առանց պատերազմի կվերցնի, իմաստը որն է արյուն թափել իր հայրենակիցների։ Այսինքն սա զուտ ժամանակի խնդիր է հասկանալու համար, ի վիճակի է անել, թե չէ, երկու դեպքում էլ դա ալնելու է քաղաքական որոշում։ Դա է պատճառը, որ մինչև հիմա Թայվանը դեռ գոյատևում է։ Հիմա Թրամփն էլ ցանկանում է այդ առիթը օգտագործել, դե եթե որ համաձայնության չենք եկել, ինչի ես չպաշտպանեմ իմ ազդեցությունը պակասացնեմ, այն դեպքում, երբ որ մեկ Չինաստան ծրագրին, այնպես չի, որ իրանք համաձայն չեն։ Համել մեկ Չինաստան ծրագրին համաձայն են, բայց ցանկանում են բանակցային սեղանին դրա դիմաց բան ստանալ, ոչ թե հենց այնց տալ, եւ հեղինակությունը Ամերիկայի գցել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը խախտել է երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Երկու շաբաթ առաջ Չինաստանը լուրջ տնտեսական վտանգի մեջ էր։ Իմ սահմանած շատ բարձր մաքսատուրքերը գործնականում անհնար դարձրեցին ԱՄՆ-ում առևտուրը Չինաստանի համար։ Շատ գործարաններ փակվեցին եւ տեղի ունեցան մեղմ ասած քաղաքացիական անկարգություններ։ Ես արագ գործարք կնքեցի Չինաստանի հետ նրանց փրկելու այդ իրավիճակից։ Այ մարդ, այս փրկիչը որտեղից է հայտնվել։ Ինքը խնդրեմը ստեղծում է, խնդրեմը չի կարող լուծի, հայտարարում է, որ ինքը փրկել է։ Վատ նորությունն այն է, որ Չինաստանն ամբողջությամբ խախտել է մեզ հետ կնքած համաձայնագիրը, գրել է Թրամփը։ Ակնհայտ է, չէ, որ Չինաստանը չի ցանկանում զիջել։ Ինչն էս բա փրկել։ Ում էս փրկել։ Այ մարդ ընդունի, որ այդ սխալ որոշում էր կայացված, էլի։ Ինչքան շուտ ընդունես, այնքան նորմալ այս մոլորակը կվերադառնա գոնե տնտեսական առումով կվերադառնա մի հատ բնականon վիճակի։ Իսկ հիմա նայենք, որ խաղաղ չի նաև ցանկացած այլ կետում, այնպես չի, որ նույնիսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարությամբ է հանդես եկել, թող Պակիստանը հասկանա, մենք արդեն 3 անգամ մտել ենք ձեր տուն եւ ծեծել ձեզ։ 1.4 միլիարդ հնդիկների անունից հայտարարում եմ, Բենգալյան վագրի կատաղությամբ Սինդուր գործողությունը դեռ ավարտված չէ։ Սինդուրը այն անունն է, այն օպերացիայի, որ Պակիստանի հետ տանում էին։ Իհարկե դա մտահոգիչ է, որ Հնդկաստանն ու Պակիստանը նորից առճակատման գնան, երկուսն էլ միջուկային տերություն են, երկուսի թիգունքում էլ տերեր կան կանգնած, որի պարագայում կարող է նաև անկայունություն առաջանա մեզ էլ վերաբերվող, որովհետև շատ կոշտ ձևով աջակցում են Պակիստանին Թուրքիան ու Ադրբեջանը, մի քիչ ավելի մեղմ ձևով աջակցում է Իրանը։ Դե դուք պատկերացրեք այդ երեքը, իսկ մենք գործընկերային հարաբերություններ ուզում ենք ունենանք Հնդկաստանի հետ։ Հիմա պատկերացրեք, եւ մեկ էլ աշխարհի խնդիրներն այնքան շատ է, որ մենք պետք է կարողանանք արանքը մանևրենք։ Ուղղակի ուզում եմ ասեմ մի բան, որ վարչապետը խոսում է, ասում է մենք 1.4 միլիարդ ենք, որպեսզի հասկանանք մասշտաբները մեր եւ աշխարհի։ Ընդհանրապես այն ավելացրած թիվը 38 միլիոն, որը որ ասեմ 1 միլիարդ 438 միլիոն ենթադրենք, չէ, ինքը ասում է 1.4, այդ 38-ը չի էլ հաշվում։ Ժողովուրդ, այդ 38-ը Հայաստանի բնակչությունից 13 անգամ մեծ է։ Այն իր կլորացրած թիվը Հայաստանից 13 անգամ մեծ է։ Այդ ուղղակի ասում եմ նրա համար, որ մենք չիմանանք, որ աշխարհը քնում արթնանում է, Հայաստանի մասին է մտածում։ Մենք ենք քուններս չի տանում Հայաստանի մասին մտածելով։ Ոչ մեկի պետք չի։ Մենք պետք է կարողանանք աշխարհի հոգսը մեր վրա վերցնենք, գոնե, այսպես ասած, գաղափարապես, որ գոնե առարկայական կարողանանք կամած մեր հոգսն էլ դնենք աշխարհի վզին։ Որովհետև ոչ մեկը չի պատրաստում մեր հոգսը իր վզին վերցնել։ Եթե գոնե մենք պատրաստակամություն չհայտնենք, որ մենք այդ աշխարհի մի մասնիկն ենք, տեսնում եք, մենք բոլոր տեղերի բոլոր խնդիրների նկատմամբ մտահոգ ենք։
Իսկ հիմա արդեն մենք տեսնում ենք, որ կարող է ցանկացած ուրիշ բախում լինել։ Բախում է տեղի ունեցել թալիբների, այսինքն Աֆղանստանի զինյալների եւ Պակիստանի սահմանապահների միջև հայտնում են տեղական աղբյուրները։ Մարտերը սկսվել են այն բանից հետո, երբ թալիբների ուժերը երկու կոնտեյներ էին տեղափոխում նորաստեղծ դիրքեր եւ կրակի տակ են հայտնվել պակիստանյան զորքերի կողմից։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իհարկե, ուրիշ ժամանակ մենք հաստատ Աֆղանստանի եւ Պակիստանի հետ բախման ուշադրություն չէինք էլ դարձնի, բայց քանի որ հիմա Պակիստանը հարվածի տակ է, ցանկացած այս կարգի հարցերից կարող ավելի մեծ կրակ բռնկվի, որին պետք է ուշադրություն դարձնել, մանավանդ որ Պակիստանը Հայաստանին չի ճանաչում, Պակիստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի սերտ դաշնակիցն է, վերջերս էլ իմացակ իր վարչապետն եկավ, իրանց հավատարմության երթումը երեքով իրար հետ տվեցին։ Իսկ հիմա նայենք այնուամենայնիվ մի թեժկետել, որ մեզ համար Իրանն է, որ մենք հասկանանք մեր հետ ուղղակիորեն առնչվող, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Իրանն ու ԱՄՆ-ն իրականում այնքան էլ մոտ չեն միջուկային խնդրի լուծմանը, ինչպես գրում են լրատվամիջոցները։ Նախարար Արաղչին հավելել է, որ Իրանը ձգտում է դիվանագիտական կարգավորման, որը կհամապատասխանի բոլոր կողմերի շահերին, սակայն ըստ նրա նման լուծումը պահանջում է համաձայնագրի մշակում, որը ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացում եւ խաղաղ նպատակներով ուրանի հարստացման թույլտվություն։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ նույնիսկ եթե Իրանը բանակցում է, նույնիսկ ասում է հանեք պատժամիջոցները, պատրաստ ենք իրար հետ բանակցել, պատրաստ ենք անգամ թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի կողմից տեսչական ստուգումներ լինի Ամերիկայի ներկայացուցիչների կողմից, տեսուչների կողմից կան նայեն, որ տեսնեն մենք ռազմական նպատակներով ուրան չենք հարստացնելու, բայց միևնույն է իրանք չեն ցանկանում լաբորատորիաները վերացնել եւ չեն ցանկանում ուրանի հարստացումը դադարեցնել։ Նույնիսկ եթե կանգնեցնեն process-ը, դրա դիմաց իրանք շատ լուրջ զիջումներ են ակնկալում Ամերիկայից։ Զիջում էլ չասենք, Ամերիկան ուղղակի սանկցիաները պետք է անի։ Այդքան մի բան։ Բայց այստեղ էլ պարզ է Իսրայելն է խառնվում իրար, որ հասկանում է, որ ցանկացած 3 ամիսը հերիք է, որ ցանկացած դիրքից իրանք միջուկային զենք ստացան ռումբ, ում վրա են օգտագործելու։ Դրա համար սա էլ մեզ համար շատ կարևոր է, թեպետ այս պահին մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ չի Իրանի նկատմամբ առճակատման, բայց ցանկացած իրավիճակի փոփոխություն, եթե նորմալ պայմանավորվածությամբ չեղավ, Ամերիկան հարվածի, էլի մենք խնդրեմ կունենանք, Ամերիկան դաժանորեն զիջի, էլի մենք խնդրեմ կունենանք, որովհետև Իրանի վերաբերմունքը կտրուկ կարող է փոխվի տարածաշրջանը, որ ես եմ, իսկ Ամերիկան ինդեմ խաղեր չունի, իսկ այդ ժամանակ մենք չգիտենք, թե հետագայում ինչ կառաջանա, որ մեզ ասի քեզ խելոք բայի, այդ արևմուտքի հետ խաղեր չտաս, թե չէ, գիտես ես ինչ կանեմ, կամ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ էլ խաղեր չտաս, որովհետև դժվար չի Իրանի համար հասկանալ, որ այդ խաղերը առարկայական տրվում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Իսկ հիմա Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramovն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ երասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքիի գլխավորած պատվիրակությունը, որը 3 Հայաստանում էր։ Նախարար Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է հետ հակամարտության շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ առկա խոչընդոտների մասին, ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանում էլ այդ մարդը եկավ, մենք խոչընդոտների մասին չխոսեցինք, մեր իշխանությունները հույս հայտնեցին, որ ամեն ինչ լավ է, ամերիկացին լսում է որևէ պրետենզիա մեզանից չի լսում, գնում է Ադրբեջան պրետենզիա է լսում։ Դե մտածում է Ադրբեջանի ոնց համոզենք, որ համաձայնվի, որ գոնե գնա պայմանավորվածության։ Այսինքն Ադրբեջանը մշտապես պահանջատեր է ալնում, որտեղ Հայաստանը պահանջատեր չի։ Հայաստան Ադրբեջանից ոնց կարա բան պահանջի, ժողովուրդ, մտածեք էլի։ Այսա է հարցը։ Նույն մարդը եկել է, չէ՞, տարածաշրջանային այցով։ Հայաստանը ինչ հայտարարեց, այն ինչ որ չեն հայտարարել, դնենք մի կողմ։ Ադրբեջանը ինչ հայտարարեց։ Բա նույն մարդու հետ։ Նրանք իրաց պրետենզիաները ներկայացնում են, Հայաստանն է մեղավոր, խաղաղություն չի ուզում, Հայաստանն է զինվում, Հայաստանը սահմանադրությունը չի փոխում, ենթահորիզոնական ակտերը չի փոխում։ Իսկ հիմա այս վիճակում, երբ որ ասում են Ամերիկան ասել է խաղաղություն էս կողմ ենք, Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են Մայիսի 30-ին ժամը 0:10-ից մինչև 1:00 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի
խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը եւ խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Ասա էլ ուղիղ կրակում են բնակավայրերի վրա։ Երեգել են կրակել, այսօր են կրակում։ Երեգել մեր պաշտպանության նախարարությունն է, այսօր էլ Ադրբեջանին դիմել է եւ երեգ եւ այսօր հերքել են, թե Ադրբեջանի կողմից զինված ուժերը կրակ են բացել, հիմնավորում են, որ իրանք ընդհանրապես խաղաղ բնակչության նկատմամբ որևէ կրակոտ չեն արձակում։ Այդ դեպքում հարց արձակում, բա ով է կրակում ձեր տարածքից։ Այսինքն դες անվերահասկելի մարդիկ կան ու կառույցներ կան, որ կարան կրակեն ու դուք էլ չեք տեսնում, թե ով է կրակել, կամ ուզում եք տեսնել, չեք տեսնում, բա առավոտից իրիկու խոսում եք, որ ֆիքսեք Հայաստանից կրակել են։ Սա ինչի մասին է խոսում, որ այն լավատեսությունը, որ մեր իշխանությունները ունեն, այդ լավատեսությունը միայն կառուցված է նրա վրա, որ միշտ էլ Նիկոլ Փաշինյանը զիջումների գնով Ադրբեջանի հետ խաղեր կտա։ Պետքա կրակեք, եստեղ բանակցեմ, պետքա լռեք, եստեղ բանակցեմ։ Այդ ամեն ինչը մեզ պարզ է, բայց ի վերջո մենք հասկանում ենք, որ դա Հայաստան պետության շահերի հաշվին է տեղի ունենում, մի բարդ բան չի հասկանալու համար։ Իսկ հիմա նայենք, այսօր այն ինչ որ ասում են անբարեյունչ հայտարարությունները դնենք մի կողմ, դա պարզ իմացակ ինչի համար է արվում։ Մի բարդ բան չի, չէ՞, ամեն մեկը կարային ասենք, էս ինչ լավ է։ Եկեղեցու սպասավորները վատ են պահել, բերեք Նիկոլ Փաշինյանին խրախուսենք, ոնց ուզմալ է մենք էլ լավ կապրենք, չէ, բայց մենք հասկանում ենք, դրա տակ ինչ է դրած։ Բա մենք իր արարեսի նայում ենք։ Բա չեք ասի, ինգեր, այդ ինչից ես խոսում։ Բայց դրա համար բացատրում եմ։ Պատճառը դա է, իմացեք։ Աջակցել Փաշինյանին նշանակում է աջակցել Ալիևի ու Էրդողանի ծրագրին։ Վերջ։ Էլ մի բարդ բան չկա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հիմա այս ամեն ինչն ասում է, ուզում է արդարացնի, թե եկեղեցու հետ կապված իր ոտնձգությունը ինչ կարևոր առիթով է եղել։ Դրա համար դրան անդրադառնամ, էլի գոնե դա ինչ բարեհուն չա գրած։ Նիկոլ Փաշինյանը գրել է. Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարևարկության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել։ Հիմա հարց. Կաթողիկոսի թեկնածուները բարևարկության ստուգում որտեղ պետք է անցնեն։ Քեզ ինչ կանցնեն, թե չեն անցնի։ Ինչքան ուզում ենք դժգոհ լինենք։ Դրա համար գոյություն ունի Հայաստանի Հանրապետության սահմանադրություն։ Հոդված 17։ Պետությունը եւ կրոնական կազմակերպությունները։ Առաջի կետ. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Երկրորդ, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Ոնց է բարևարկություն ստուգում։ Ասպես Հայաստանի Հանրապետությունը պետք է անի։ Ստեղ գրած է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է նրանց ազատությունը։ Հայաստանի Հանրապետությունից սահմանադրություն է խախտում։ Ինչքան ուզում է Գարեգի երկրորդին չընդունենք։ Պարզա, չէ։ Այսինքն այս լիազորությունը դու չունես, ինչքան ուզում է նրան չընդունենք։ Այո, առաջի Գարեգին առաջինին նշանակեց Լևոն Տեր-Պետրոսյանը, չընտրվեց, Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց ինքը պետք է լինի, Անտիլացից վերեց ու նշանակեց։ Այո, 99 թվականին Գարեգին երկրորդին նշանակեց Ռոբերտ Քոչարյանը, այդ ով չգիտի որ։ Վազգեն Սարգսյանը դրած հատ-հատ աշխատում էր բոլորի հետ։ Եվ աշխարհիկ պատվիրակներն էլ ինքն էր ընտրում։ Պայմանավորվածություն, որով պետք է անցնի։ Ეხե մի նորություն է, որ չգիտեինք, իհարկե մենք այդ ամեն ինչը գիտենք, բայց դրա լուծումը դա է, որ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի դրածին, հետո Քոչարյանի դրածին, հիմա էլ Փաշինյանի դրածը գա, դա է լուծումը։ Այսինքն նրանց ձեռը կրակն են կնգե։ Հիմա էլ գանք մի հատ էլ այս հարցի լուծումը դա չի, հանգիստ թողեք իրանց։ Հռոմի պապեն ընտրում, որ աշխարհի ամենամեծ ազդեցությունն ունի քրիստոնյա աշխարհում, բայց ընտրում են կարդինալները։ Հավաքվում են մի քանի հոգի, նստում են, քվեարկում են, ընտրվում են։ Էդով է դրան մասնակցում։ Այդ կարդինալները ընտրվել են, կարգավիճակ են ստացել, իրանք այդ թիմով կարգավիճակ ստացած մարդիկ ընտրում են բոլորի համար։ Դա է կարգը։ Իսկ մեր դեպքում մի քիչ էլ տարբեր է։ Բայց դրա համար դա էի ուզում հիմա ես կարդամ, որովհետև դրան անդրադարձել եմ դեռ 2008 թվականին, այնպես չի որ այս առիթով եմ անդրադառնում։ Մենակ կարճ ուղղակի կարդամ, բավական մեծ հոդված էր, այդքանը չկարդամ։ 168 ժամ, 10 ապրիլ 2008 թվական։ Էդվարդ Անտինյան նոր էջ բացելու համար հինը փակել է պետք։
Գաղտնիք չէ, որ ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են նաև աշխարհիկ պատվիրակներ, ուստի թեպետ պատվիրակված, այնուամենայնիվ մեր ազգի հոգևոր առաջնորդին ընտրում ենք ազգովի, սա անշուշտ ունի իր տրամաբանությունը, այսինքն ընտրության ժամանակ աշխարհիկ պատվիրակներ են մասնակցում, եթե Նիկոլ Փաշինյանը դա չգիտի, շատ վատ է, եթե կարծում է, որ աշխարհիկ պատվիրակները բավարար չի, պետք է մի հատ էլ բարևարկություն ստուգեն, թե ինչպես ինքն է բարևարկություն ստուգել դատավորների կամ մյուս պաշտոնյաների, որ տեսնում ենք ովքեր են անցել, ավելի լավ է չստուգենք, հա, որովհետև եթե բարևարկություն ստուգեինք, դու ընդհանրապես այդ կաբինետը անելիք չէիր ունենա։ Հիմա շարունակությունը, անշուշտ դա ունի իր տրամաբանությունը, թե ինչի ենք աշխարհիկ պատվիրակներով ընտրում։ Փորձ չեմ անի խորը վերլուծություն կատարել այս հարցում, քանզի դա իմ ոլորտը չէ։ Պարզապես նշեմ, որ հավանաբար այս կարևոր առանձնահատկությունը մեծապես պայմանավորված է եղել նրանով, որ տևական ժամանակ պետականություն չենք ունեցել, եւ հայ առաքելական եկեղեցին իր վրա է վերցրել ազգապահպան այնպիսի գործառույթներ, որոնք հատուկ են պետությանն ու նրա ինստիտուցիոնալ կառույցներին։ Թեպետ իներցիայի ուժով հիմա էլ ենք հայացներս առում մայրաթոռին, ակնկալելով ավելին, քան կարող է նրան վերապահված լինել աշխարհիկ պետության շրջանակներում, նաև հաշտարարի դերակատարություն ներքաղաքական բարդ կոնֆլիկտների հանգուցալուծման գործում։ Մինչդեռ այդ պարագայում մեր վերաբերմունքներ պիտի լինի համարժեք, սա երկկողմանի ճանապարհ է։ Ակնհայտ է, որ աթեիստական ԽՍՀՄ-ի օրոք հասարակությունն այնքան էր օտարված հոգևոր արժեքներից, որ շատերը վախենում էին անգամ եկեղեցի հաճախել, իսկ կուսակցական ու պետական գործիչներին պարզապես հակացուցված էր մասնակցել կրոնական որևէ ծիսակատարության։ Այդուհանդերձ առանձնապես դժգոհելու առիթ չունենք, քանզի 1955 թվականին տեղի ունեցած Վազգեն առաջինի ընտրությանը ազգային եկեղեցական ժողովի աշխարհիկ պատվիրակների ցանկում հանդիպում ենք ոչ միայն այն ժամանակվա մտավորական սերուցք հանդիսացող վառ անհատականությունների, այլև հայ ժողովրդի բոլոր ժամանակների ականավոր մտավորականների, ովքեր են եղել պատվիրակները աշխարհիկ, գրողներ Ավետիք Իսահակյան, Ստեփան Զորյան, նկարիչներ Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Արա Բեքարյան, քանդակագործ Երվանդ Քոչար, գրականագետներ Տիգրան Հախոմյան, Խորեն Սարգսյան, Արամ Ինճիկյան, Առաքել Առաքելյան, պատմաբան Աշոտ Աբրահամյան, դերասաններ Հրաչյա Ներսիսյան, Արամ Կոթիկյան, Հայկ Դանզաս, կոմպոզիտոր Ազատ Մանուկյան, դիրիժոր Դմիտրի Շիկանյան, ռեժիսոր Թաթևոս Սարյան, մանկավարժ Արշավի Շավարշյան, լրագրող Էդուարդ Խոչիկ, երգիչներ Շառատալյան, Ավագ Պետրոսյան, Արմենակ Տեր-Աբրահամյան, Վաղարշակ Սահակյան, իսկ անկախության այս տարիներին էլ մյուս ծայրահեղության ականատեսն ենք լինում։ Իշխանավորներն այնքան կոշտ ձևով են միջամտում եկեղեցու գործերին, այնպիսի շահագրգիռ ջերմ հարաբերություններ են հաստատել նրա հետ, որ ժողովուրդը դարձյալ իրեն օտարված է զգում եկեղեցուց։ Դրա վկայությունն է նաև այն, որ նայելով երրորդ հանրապետության ժամանակ տեղի ունեցած երկու ընտրություններին 55-ն ու 99-ը, այսինքն Գարեգին առաջին, Գարեգին երկրորդ, մասնակիցների ցանկերը այնպիսի ազգանունների ենք հանդիպում, որ տպավորություն է ստեղծում, թե այդ մարդիկ գործադիրի ու օրենսդիրի համատեղ նիստերի պատվիրակներ էին, ոչ թե կաթողիկոսի ընտրության, ինչքան պաշտոնյական խցկած էր։ Մեր երկրում ոչ հավատ, ոչ էլ հարգանք կա պետության ինստիտուցիոնալ կառույցների, իշխանության, ընդդիմության, մտավորականության, քաղաքական ու հասարակական գործիչների ու նաև կաթողիկոսի նկատմամբ։ Այս աշխարհիկ ու հոգևոր անհավատության մթնոլորտում ազգովի ինչ ենք բեղմնավորում, որ դրանից բարիություն, հավատ ու հանդուրժողականություն ծնվի։ Ժողովուրդ ջան, սա էր այն մտավախությունը, որ 2008-ին ասել եմ, ժողովուրդ ջան, այս ինչ եք անում, կանգ առեք, հանգիստ թողեք, թող իրանք իրանց հարցերը լուծեն։ Այսօր որ այդ աննորմալ վիճակն է, դա նախկին իշխանության նշանակածն է։ Ուզում եք հիմա էլ ներկա իշխանությունը նշանակի հաջորդի ժամանակ աննորմալ վիճակը լինի։ Աննորմալությունը կարգավորելը այս ձևով չի որ արվում։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։